Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, սպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Իջար խորհրդոց Իվանից եւ իգործոց փրկյաս մեզ, եւ ողոր միա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս Տեր։ Ամեն։ Ողջունում ենք ձեզ սիրելիներ Հովանու ավետարանի այս սերտողության շրջանակներից ներս։ Թերևս մեր նախորդ հաղորդումներն արդեն դիտել եք եւ եթե դիտել եք, վստահ եմ որ արդեն տեղյակ եք, որ հասել ենք Հովանու ավետարանի 3-րդ գլխին։ Նախորդ անգամ մենք սերտեցինք 3-րդ գլխի առաջի համարից մինչև 12-ը եւ ես այդտեղ վերջացրեցի եւ ասացի, որ հաջորդ անգամ կշարունակենք, որովհետեւ 13-ից սկսած գալու է աստվածաբանական մի շատ կարեւոր բառ կամ նախադասություն, որը որ երևի շատ ավելի մանրակրկիտ պիտի մեկնենք ու ացնենք առաջ։ Ուրեմն այսօր ծրագրել ենք խոսել Հովանու ավետարանի 3-րդ գլխի 13-ից մինչև 21-րդ համար, այսինքն գլուխը դեռ չենք ավարտում, Աստծո կամոք մյուս անգամ արդեն 7 գլուխը կավարտենք ու կանցնենք 4-րդին։ Ուրեմն այսօր նորից շեշտեմ, խոսելու ենք 13-ից 21-ը ներառյալ։ Ուրեմն ինչպես որ միշտ անում ենք, ընթերցենք գլուխը եւ փորձենք համար առ համար սերտել։ 3:13 Արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից էր։ Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհ, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Եվ նրան հավատում է, ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին որդու անվանը չհավատաց։ Եվ դատաստան այսպես իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Ուրեմն այսքանը դերևս կարճ է նախորդ անգամների համեմատ այս գլուխը, այս մասը, որ մենք վերցրեցինք, բավական կարճ է, բայց բավական նյութ է պարունակում, շատ խոր նյութ է պարունակում։ Մեր մեջ ընդհանրապես Հովանու ավետարանի 3-րդ գլուխը եւ դրանից հետո պիտի կարդանք արդեն 4-ը, 5-ը, 6-ը, այս մի քանի գլուխներ իհարկե բոլորն էլ, բայց սրանք շատ խտացված մտքեր են իրենց մեջ պարունակում եւ նախատեսում եմ կարճ մեկնություններով առաջ գնանք, որպեսզի կարողանանք նախ ժամանակի մեջ տեղավորվել եւ հետո արդեն իհարկե հնարավորինս ավելի շատ փորձենք ներկայացնել, նորից շեշտեմ, ոչ թե իմ անձնականը, այլ ընդհանրական եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հայրերի մեկնությունները տվյալ Աստվածաշնչի վերաբերյալ։ 13-ին երբ որ հասնենք, մեկ անգամ եւս ուրեմն կարդանք. Արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից էր։ Այս նախադասությունը 3:13-ը 4-րդ եւ 5-րդ տարերում թերևս ամենից միջև կարելի ասել 8-րդ դար ամենից շատ մեջբերվող համարներից մեկն էր, որովհետև այս համարի մեջ է խտացված քրիստոսաբանական ամենակարևոր հարցերից մեկը՝ նեստորականության ու հետո արդեն քաղաքետոնականության խնդիրը։ Ես իհարկե մի փոքրիկ կմանրամասնեմ, բայց ուզում եմ ամենասկզբից ասել, որ այստեղ կոնտեքստի մեջ արևելահայերեն թարգմանության մեջ սխալ են թույլ տվել, այսինքն կամայական թարգմանություն են կատարել, որը որ ճիշտ չի։ Իսկ ո՞րն է այդ կամայական թարգմանությունը, հետևյալն է, որ երբ որ Աստվածաշնչում տվյալ դեպքում այսպես է գրված, արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից էր թարգմանվել է, բայց այդպես չի եւ հունարեն եւ գրաբար բնագրերը մեզ ասում են մարդու որդին, որ երկնքում է, ոչ թե երկնքից էր, այլ երկնքում է, տվյալ դեպքում իջավ, բայց միևնույն ժամանակ նա երկնքում է։ Թերևս թարգմանիչները չունենալով աստվածաբանական, ասենք որոշակի գիտելիքներ, անտրամաբանական են գտել նախադասության կառուցվածքը ու փոխել են այն, հարմարեցնելով այսօրվա մեր լեզվամտածողությանը, որը որ չափազանց սխալ է եւ անընդունել։ Իսկ ինչու։ Նախ այն պարզ պատճառը, որ
Մարդու որդին եւ ուշադրություն դարձրեք, միջև այս պահը Քրիստոս երբ որ խոսում է իր մարդու մասին, օգտագործում է մարդու որդի գաղափարը։ Եվ այստեղ նաեւ նա շեշտում է, որ այդ մարդու որդին, ոչ թե Աստծո որդի գաղափարը, երկնքից իջավ։ Եվ միևնույն ժամանակ նա երկնքում է։ Եվ այստեղ նաև պիտի հիշենք շարականագրի, ասենք Խորենացու այդ աղոթքը, որ ոչ մեկնելով ի հորը իր սուրբ այրին բազմեցավ գաղափարը, հորից չբաժանվելով ծնվեց կամ սուրբ այրի մեջ ծնվեց։ Այսինքն որդին ճիշտ է մարդեղացավ, մարդ դարձավ, իջավ աշխարհ եւ սրանով իսկ սկսեց նորի սկիզբը, բայց միևնույն ժամանակ նա հորից չբաժանվեց, հորի հետ անբաժանելի եւ դրա համար մենք ասում ենք, որ սուրբ երրորդությունը անբաժանելի է սա մեկ։ Երկրորդ, երբ որ քաղաքգիտոնականության հետ խնդիրներ ծագեցին, մեր եկեղեցու սրբազան հայրերը այս համարը շատ էին մեջբերում, ասելու համար, որ մի բաժանեք որդուն, այսինքն Քրիստոսին, աստվածային ու մարդկային բնությունների միջև, եւ ասենք օրինակի համար, եթե ուշադրություն դարձնենք քաղաքգիտոնի հավատամքի մեջ կամ դավանանքի մեջ, այսպես է, որ եւ սա իհարկե Լևոն Պապի տոմարից եկավ, որ քայլողը ծովի վրա, ասենք, աստվածն էր, իսկ տառապող, չարչարվողն ու խաչվողը մարդկային բնությունն է կամ էություններ, մի բան, որը որ շատ հակասական է, եւ նրանք այս համարն էին բերում, եւ հետո շատ ուրիշ համարներ, որ Հովհաննես ավետարանում կա, եւ ես պիտի ուշադրություն դարձնեմ, այն որ երկնքից իջնողը, եթե ըստ քաղաքգիտոնական տրամաբանության լիներ, երկնքից իջնողը ոչ թե մարդու որդին պիտի լիներ, այլ Աստծո որդին։ Բայց Քրիստոսը այստեղ հստակ տարանջատում է դնում, ցույց տալու համար, որ ես նույնն եմ։ Երբ որ ասում եմ մարդու որդի եւ ասում եմ, որ երկնքից իջա, սա հենց նույն Աստծո որդին է։ Եվ հակառակ, երբ որ ասում եմ Աստծո որդի, նկատի ունեմ մարդու որդին, ուրեմն մի բաժանեք եւ նորից հիշեցնեմ Աթանաս Մեծի եւ նաեւ հետագայում Գյուրեղ Ալեքսանդրացու Բադնաձևը, որ պիտի ասի մի է բնությունը բանին Աստծո մարմնացելու, այսինքն Քրիստոսի մարդեղացած խոսքի բանի բնությունը մեկ է եւ պետք չի բաժանել։ Սա ուրեմն ամենակարևոր համարներից մեկն էր, որը որ ես ուզում եմ խոսել։ Իհարկե քրիստոսաբանական խնդիրները շատ ավելին են, բայց մեր նպատակը այստեղ քրիստոսաբանություն խոսելը չէ, բայց ուշադրությունն եմ ուզում դարձնել այս համարին, որ շատ կարևոր է եւ հետագայում նաեւ Հովհաննես ավետարանի մեջ թերևս 5-6 անգամ կանդրադառնանք որոշակի համարների։ Ուրեմն գնանք առաջ եւ նաեւ այստեղ մի ուրիշ բան, որ քրիստոսաբանության հետ կապ չունի, այն որ մարդու որդին երկնքից էր։ Ուշադրություն դարձնենք, որ երկնքից էր գաղափարը ցույց է տալիս Քրիստոսի վերաշխարհային էությունը, իբրև այդպիսի մի բան, որ այսօր կասկածի տակ է դրվում շատ հաճախ, նույնիսկ անգամ քրիստոնյաների մոտ, եւ վերջերս 3 հենց կարդում եմ մի փաստաթուղթ, այնտեղ աստվածաշնչային մեջբերումներ էին կատարվում, օրինակ Քրիստոսին համեմատում էին նույն, ասենք 5 տակարին որովիցե մի մարգարեի հետ։ Եվ սա եթե անեն, ասենք իսլամն ու հրեան, թերևս ինչ որ չափով կարող ենք հասկանալ, բայց երբ որ անում է քրիստոնյան, իրեն քրիստոնյա կոչող արդեն անհասկանալի է։ Սա նաև գալիս է այս քաղաքգիտոնական մտայնությունից, որտեղ Հիսուս եւ Քրիստոս բառերը փորձում են տարանջատել։ Հիսուսն իբրև մարդ, Քրիստոսն իբրև եկեղեցու ստեղծած վերմարտկային միակ։ Իրականում այդպես չէ։ Մարդու որդի բառն է օգտագործում Քրիստոս, բայց միևնույն ժամանակ ասում, որ երկնքից է իջել եւ տեսեք իր մասին խոսում է երրորդ դեմքով։ Չի ասում, որ այդ մարդու որդին ես եմ։ Շարունակենք։ Եվ ինչպես որ Մովսես անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Ես միանգամից արդեն նշել եմ այս Մովսեսի օձը բարձրացնելու պարագան, որ թվոց 21-ի մեջ է, ուզում եմ միանգամից այդ հատվածը կարդամ եւ նաեւ համեմատական անցկացնենք ու տեսնենք, թե ինչու Քրիստոս այս մեջբերումը բերեց եւ ուշադրություն դարձրեք խոսքը այս խոսակցությունը գնում է դեռ Նիկոդիմոսի հետ։ Ուրեմն մենք նախորդ անգամ խոսում ենք Նիկոդիմոսի հետի զրույցի մասին, զրույցի էլ անմիջական շարունակությունն է, չի վերջացել զրույցը եւ նա հրեա իշխանավորի կամ վարդապետի հետ է խոսում եւ միանգամից բացենք թվոց 21-ը եւ այստեղ թվոց 21-ի 4-ից փորձեմ կարդալ։ Հոր անունն է, հոր լեռից շրջվելով դեպի Կարմիր ծովը տանող ճանապարհով նրանք շրջանցեցին Եդոմը, իհարկե խոսքը հրեաների մասին է։ Ժողովուրդը հուսահատվեց ճանապարհին եւ սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից։ Նրանք ասացին. «Ինչու մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես»։
Ոչ հաց կա եւ ոչ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից։ Տերը կոտորող օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց, իսրայելցիներից շատերը մեռան։ Իսրայելացիները գալով Մովսեսի մոտ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ, արդ աղոթիր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար, Տերը ասաց Մովսեսին. «Դու մի պղնձի օձ պատրաստիր եւ այն դիր ձողի վրա, երբ օձը մարդ խայթի եւ օձից խայթվողը նայի քո սարքած օձին, կփրկվի»։ Մովսեսը պղնձի օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրա, օձից խայթվողը, նայելով պղնձի օձին, կենդանի էր մնում։ Այստեղ մի փոքրիկ ակնարկ տամ ու անցնեմ զուտ օձի գաղափարի, նախ այն, որ ամեն անգամ հրեաները, երբ որ մի փոքրիկ, ասենք, խոչընդոտների կամ անհարմարությունների առջև էին կանգնում, միանգամից բողոքում էին Աստծու դեմ, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված նաեւ պատիժ կարող է տալ, եւ այդ պատիժը շատ հաճախ նաեւ շատ խիստ կարող է լինել։ Մի բան, որ այսօրվա մեր հասարակարգը չի ուզում ընդունել, Աստծուն միայն ուզում են տեսնել ներող, սիրող, որ անշուշտ է, բայց նաեւ պատժի գաղափարը կա, որ այս կոնտեքստի մեջ նորից պիտի ես խոսեմ, իսկ պատիժը կարևոր, ինչպես որ Տաթևացին պիտի ասեր, որպեսզի մենք հասկանանք եւ նաեւ իրենից առաջ արդեն Հովան Ոսկեբերան հայրապետը, որ ամեն ինչ մեզ թույլատրելի չէ եւ գոյություն ունի նաեւ պատիժ։ Ուրեմն Աստծուց այսօր էլ մենք շատ հաճախ ամեն մի փոքր բանի համար Աստծուց բողոքում ենք կամ ավելին ասում ենք Աստված չկա եւ այլն, ինչպես որ առակագիրը պիտի ասեր, սխալ է, ուշադիր լինենք, եթե այսպես խոսում ենք նաեւ պատրաստ լինենք կարող պատժի, որովհետեւ չես կարող ամեն վատ ու թյուր ու սխալ միտք արտահայտել Աստծո դեմ ու սա իբրև նորմալ ընդունել, ել չասեմ, որ հայրանքներ են այսօր նույնիսկ տեղում Աստծո կամ Քրիստոսի կամ քրիստոնեական հավատքի դեմ կամ քրիստոնյաների դեմ, որոնք որ իրենց թվում է թե իրենք տղամարդկություն կամ այսպես ինչ որ խիզախություն են անում, իրականում իրենք մեծագույն հիմարություն են անում, նետողներ են ինձ այս բառի համար, որովհետև ի վերջո իրենք պատասխան են տալու ոչ թե մեր առջև, այլ Աստծո առջև։ Ուրեմն նաև սա ուշադրություն է ուզում դարձնել եւ իրենց եւ նրանց, ովքեր որ մտերիմ են, որպեսզի ասեն ուշադիր եղեք, պատիժ կա։ Սակայն հիմա օծի գաղափարը եւ օծի խայթելու գաղափարին գանք։ Ընդհանրապես օծը ծննդոցի արդեն առաջի գլուխներում մենք տեսնում ենք եւ օծը այս դեպքում սատանայի խորհրդանիշն էր եւ օծի խայթոցն իբրև այդպեսին թունավոր խայթոց էր, որը որ պիտի սպաներ։ Եվ մենք այստեղ տեսանք, որ չնայած կոնտեքստի մեջ մենք երբ որ սատանան մտավ այսպես ասած օծի մեջ եւ Եվային ու Ադամին խաբեց, ճիշտ է, նրանք թերևս չմահացան այդ պահին, բայց իրապես մահը ժառանգեցին։ Ուրեմն նշանակում է, որ ի վերջո օծից խայթվեցին, տվյալ դեպքում չարից սատանից խայթվեցին եւ մահը ժառանգեցին, թերևս ոչ այդ պահին, բայց ի վերջո դարձան մահկանացու։ Եվ այստեղ օծը չարն է, իսկ խայթոցը արդեն հետագան Պողոս առաքյալի Հռոմեացիս թղթի մեջ բազմաթիվ անգամներ շեշտված առաջինից մինչև 6-րդ գլուխների մեջ, մանավանդ 3-ից 6, պիտի տեսնենք, որ սա մեղքի խայթոցն է։ Մեղք, որը տանում է դեպի մահվան։ Եվ դրա համար էր, որ Քրիստոս պիտի նմանեցներ այս օծը բարձրացնելուն հետագայում իր խաչելությանը։ Եվ ուշադրություն դարձրեք, վերադառնանք Հովհաննես 3-ին եւ նա ինչպես է սա ասում եւ ինչպես որ Մովսես անապատում բարձրացրեց օծը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։ Նախ այս խաչելություն կոչվածը Քրիստոս ներկայացում է ոչ թե իբրև ասենք վատ, այլ իրեն կոչում է բարձրանալ, այսինքն Քրիստոս ինքը բարձրացավ խաչի վրա։ Երկրորդ ամենակարևոր բանը, որ ինքը գիտեր, որ ինքը գնալու է դեպի խաչելություն։ Շատ հաճախ մարդկանց թվում է, երբ որ Քրիստոս ասեն Գեթսեմանի պարտեզում Ղուկասի մեջ են կարդում, հորն աղոթեց, որ եթե կարող ես այս բաժակը ինձնից կարտար կամ նմանապես դեպքեր կան, սա Քրիստոս չուզելով էր անում կամ չգիտեր այս խաչելության մասին կամ մարդկային ինչ-որ տկարություններ ուներ, սա այսպես չի, Քրիստոս հստակ գիտեր խաչելությունը եւ այդ խաչելությունը ոչ թե պատիժ էր տեսնում, արդեն իսկ դեռ Հովհաննեսի սկզբում, այլ տեսնում էր իբրև բարձրացում։ Ինչի համար բարձրանար խաչը, որpիսի երբ որ խայթվենք օծից, չարից, մեղքից, նայելով հավատով եւ այստեղ այս բառերը Քրիստոս ինքն է շեշտում, երբ որ հավատով նայենք այս խաչին ու խաչյալ Քրիստոսին, փրկվենք։ Եվ հիմա բերենք մեր կյանքի օրինակ, ինչքան է լինում մենք, որ երբ որ դժվարությունների մեջ ենք, երբ որ փորձությունների մեջ ենք,
հավատով նայում ենք Քրիստոսին ու իր խաչին։ Շատերս թերևս ունենք այս խաչը մեր պարանոցներին կամ շատ հաճախ եկեղեցիների կողքերով անցնելով տեսնում ենք խաչը կամ խաչյալ Քրիստոսի գաղափարը մեր մեջ կա, վստահաբար կա իբրև քրիստոնյաներ եւ ոչ քրիստոնյաներ, բայց ինչքանով ենք այս խաչի հանդեպ կամ խաչված Տիրոջ հանդեպ մեր հավատը մենք գործնական կիրառում, որովհետեւ ուշադրություն դարձրեք, եթե հрьян նայր այդ պղնձե օծին, բայց հավատով չնայր, չէր փրկվելու։ Երկու բան կան, նախ գիտակցել, որ այդ պղնձե օծը քեզ փրկելու է թույնից եւ գիտակցելը քիչ էր հավատալ։ Այստեղ էլ քրիստոնյայից պահանջում է երկու բան՝ գիտակցել, որ այդ խաչյալ Քրիստոսն ու խաչը մեզ փրկության գործիք է, ոչ թե մահվան, ինչպես ոմանք պիտի ասեն, եւ երկրորդը հավատալ այդ գործիքի զորությանը, խաչի զորությանը, որ մեր հայ ազգը բազմաթիվ անգամներ կատարել է, վկաներն էլ, խաչքարերն էլ բազմահազար, որ մենք ունենք։ Ուրեմն հայ մարդը գիտակցել է խաչի զորությունը եւ հավատքը դեպի խաչն ու խաչյալ Քրիստոսը, եւ սա շատ կարեւոր է, որ մենք նույնպես հասկանանք։ Եվ փրկությունը մահվանից է, ուշադրություն դարձնենք, ոչ թե նյութական մահվանից, այլ հոգևոր մահվանից, որը որ Պողոս առաքյալը նորից պիտի ասեր։ Որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Ուշադրություն դարձրեք, հավիտենական կյանքն ընդունում ենք նախ եւ առաջ Աստծուն մեր մեջ կրելով։ Իսկ ինչպես ենք Աստծուն մեր մեջ կրում, անշուշտ մկրտությամբ։ Իսկ մկրտության մասին Քրիստոս երբ խոսեց մի քանի նախադասություն առաջ։ Երբ որ Նիկոդեմոսին, եւ ուշադրություն, դեռ Նիկոդեմոսի հետ ենք խոսում, նորից եմ ուզում շեշտեմ, երբ որ Նիկոդեմոսին ասեց, որ մարդ պետք է ջրից ու հոգուց ծնվի։ Ուրեմն այստեղ նաեւ նախ խոսում է այն մասին, որ այս խաչելությունն ինքնին ու հավատքը կապված են մկրտության հետ։ Ուրեմն մկրտությունը, հավատքն ու խաչելության գաղափարը միախ շաղախված են հենց նույն 3-րդ գլխի մեջ։ Եվ դրա համար է հետո որ առաջի Կորինթացիցի մեջ Պողոս առաքյալը պիտի ասի, ոչ ես ձեզ իմ անունով եք մկրտում եւ ոչ էլ ես ձեր համար խաչը բարձրացա։ Այս երկու կարևորագույն գաղափարները ոչ թե իմ անունով եք մկրտվում, այլ Քրիստոսի, եւ ոչ թե ես խաչը բարձրացա, այլ Քրիստոս։ Ուրեմն մկրտությունն ու խաչելությունը շատ կարևոր էր առաջի եկեղեցու համար։ Եվ այստեղ մենք եւ մկրտությունն ենք տեսնում, եւ խաչելությունն ենք տեսնում, եւ նաեւ ուրիշ մի բան ենք տեսնում։ Տեսնում ենք ինչը հավատքը։ Հավատքը, որը որ մեզ հավիտենական կյանք է տալու։ Ուզում եմ շատ կարևոր է մեկ անգամ եւս այսօր հետաքրքիր է որ Մակար Մեծի միտքն էի կարդում եւ սխալ կարդացի այն առումով որ այստեղ գրած էր միայն Քրիստոսով է որ պիտի փրկվենք, ես որը ոչ հասկացա եւ սխալ լրիվ հակառակ միտքը կարդացի ու շատ զարմացա որտեվ Մակար Մեծը որ անապատական հայրերից մեկն է անհնար է որ այսպեսի բան ասեր եւ հետո ճիշտ կարդացի ու հասկացա ուրեմն նույնն էլ գաղափարը հիմա է Քրիստոսով է միայն փրկությունը եւ այս միայն բառը այստեղ ուզում եմ տակը գծել եթե Քրիստոսով ու Քրիստոսի խաչին ու Քրիստոսի հավատքը մենք չունենանք մենք չենք կարող հավիտենական կյանքն ընդունել ուրեմն մեկ եւ ընդմիշտ թող սա գիտակցեն եւ քրիստոնյաները եւ ոչ քրիստոնյաները ինչու եմ սա այսքան կարեւորում որովհետեւ մանավանդ արևմտյան աշխարհում այսօր այն կարծիքն է եւ ես սա բազմաթիվ անգամներ շեշտել եմ եւ չեմ դադարելու շեշտելուց ինչպես որ Պողոս առաքյալը պիտի ասեր այն կարծիքը կա որ բոլորս էլ Աստծո զավակ ենք մեկ բոլորս էլ պիտի փրկվենք մեկը իսլամի միջոցով է Աստծուն ճանաչում մեկը Քրիստոսի մեկը բուդդիզմի ասենք միջոցով մեկ ուրիշն էլ իր միջոցով այսպեսի բան գոյություն չունի գոյություն ունի միայն ճշմարիտ հավատք մեկ ճշմարիտ Աստված որը երրորդություն է հայրը որդին եւ Սուրբ Հոգին եւ միայն երրորդությանը հավատալով եւ Քրիստոսին ճշմարիտ իբրև Տեր փրկիչ եւ Աստված ճանաչելով է որ պիտի փրկվենք եւ այստեղ է նաեւ որ մկրտությունը կարեւոր է խաչելությունը կարեւոր է եւ հավատքը նորից կարեւոր է որ Քրիստոս պիտի շեշտի եւ հիմա հասնենք 16-ին քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը որ միջև իսկ իր միածին որդուն տվեց որպեսզի ով նրան հավատում է չկորչի այլ ընդունի հավիտենական կյանքը այս համարը մանավանդ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույնիսկ փողոցների վրա կտեսնեք կամ խանութների վրա գրված եւ երբ որ ասենք բողոքական մի հավատացյալ հետ խոսում ես միանգամից պիտի մեջ բերի իրենց ասած John 3:16 Հովհաննես 3:16-ը ուզում եմ նորից կարդամ քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը որ միջև իսկ իր միածին որդուն տվեց որպեսզի ով նրան հավատում է չկորչի այլ ընդունի հավիտենական կյանք ինչի են սրանք այս մարդիկ շեշտում այս համարը որովհետեւ ասում են ես ինքս
հավատում եմ Քրիստոսին, եւ քանի որ հավատում եմ, չեմ գործելու, այլ ընդունելու եմ հավիտենական կյանքը։ Եվ այսքանով իրենք սահմանափակվում են, այսինքն ես ունեմ Քրիստոսի հանդեպ հավատ եւ վերջ, ուրեմն ես հավիտենական կյանք ունեմ, այսինքն արդեն սպասում եմ, որ մահանամ, որ ժառանգեմ կամ թերևս չմահանամ, Քրիստոս կա վաղը եւ ես բարձրանամ վերև եւ Թեսաղոնիկեցիս 3 կամ 4-ի միտքն եմ վերում ու լինեմ Քրիստոսի հետ։ Սա շատ հեշտ քրիստոնեական հավատի մի ձև է, որի դեմ արդեն ընդհանրական եկեղեցին կամ առաքելական եկեղեցին իդեմս առաքյալների պայքարեց, ասելով, որ քրիստոնեություն այսքան հեշտ, արհեստական, սինթետիկ մի հավատք չի կարող լինել։ Խոսքերից վառապացույցը ուզում եմ կարդալ հենց Հակոբոսի թղթում։ Հակոբոս 2:14 Եղբայրներ, իմ օգուտն ինչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա, միթե հավատը նրան կկարողանա փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզնից մեկը նրանց ասի, գնացեք խաղաղությամբ, տաքացեք եւ հագեցեք, եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ինչ օգուտ է։ Նույնպես եւ հավատը, եթե նա գործեր չունի, առանձին մեռած եւ այսպես շարունակում է առաքյալը։ Ուզում եմ ասեմ, որ առաքելական շրջանից արդեն այն հեշտ հավատ փնտրող անձինք կային եւ առաքյալները մի անգամից նրանց ուզում էին ցույց տալ, որ հավատքը այսպես չէ, այսինքն եթե ասում ենք Քրիստոսի հավատ եւ հավատով փրկվել, մենք ի նկատի ունենք հավատք, ճշմարիտ հավատ կամ կատարյալ հավատք, բանաձևը Հակոբոսյանց 2-րդ թղթի մեջ, որը իր մեջ ներառում է հավատի գործեր, իսկ հավատի գործերի արտահայտությունը արդեն կա, ասենք առաջի Թեսաղոնիկեցիս 1-ում Պողոս առաքյալի բառերով։ Ուրեմն հավատք, որը որ արտահայտվում է գործնականապես եւ եթե ուշադրություն դարձնենք դատաստան իբրև այդպիսի նույն գործերի գաղափարը պիտի շեշտի, բայց հիմա գոլու եմ դատաստանի եւ այս մասին արդեն կխոսեմ, բայց Աստծո սիրո մեծության չափն եմ ուզում այստեղ։ Եկեղեցին, հին եկեղեցին այստեղ միայն հավատքով փրկվելով այս գաղափարը չի ունեցել, այլ հստակ այս համարը, երբ որ մեկնում են, ասենք, հին եկեղեցու այրերը, այստեղ իրենք շեշտում են Աստծո սիրո մեծությունը, որտեղ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ միածին որդուն իր տվեց, այս գաղափարը Աստծո սիրո մեծությունն է մեզ ցույց տալիս։ Եվ ասենք ոսկեբերանը պիտի հստակ շեշտի, որ Աստծո մեծության չափը դուք պատկերացրեք, մարդկային հարաբերության մեջ մտնենք, Աստված այնքան է սիրում դիմացիններին, որ իր միածին որդուն տալիս է, եւ շատ հաճախ այդ դիմացինները ովքեր են, եթե ոչ իրեն, ասենք, նեղացնող, իրեն չլսող, իրեն ապստամբ անձինք, որոնք որ մենք արդեն կարդացինք թվոց 7-ի մեջ, այս անձանց համար իր որդուն ուղարկեց եւ որդուն գիտակցաբար նահատակության ուղարկեց։ Ուրեմն սիրո մեծություն անչափելի է, սրան մարժեք Հովան ոսկեբերանը կամ ի հակառակ սրան բերում է այն, որ եթե որդին ճշմարիտ Աստված իր կյանքը զոհեց մեր համար եւ միևնույն ժամանակ այդ որդին մեր բոլորի մեջ է, այսինքն Քրիստոսի բառերն է հիշեցնում, եթե սա արեցիք, այս փոքրերից մեկին ինձ արեցիք, ասում է այդ նույն անձը, որ մեր համար զոհվեց, գալիս մեր կողքով անցնում է լինելով մերկ, լինելով անօթևան, լինելով հիվանդ եւ մենք երբևիցե ոչինչ չենք անում։ Նույն Տիրոջը մեր փրկչին օգնելու, նկատի ունեմ մեր եղբորը, բայց դրան հակառակ ասում է մեր ձիերին, ասենք ադամանդներով ու ոսկերպուր կուր զարդերով ենք զարդարում, այնքան շոր ենք գնում, որ մեր, ասենք, տներում պահում ենք, կարծես այսօրվա համար ասի, մենք էլ այսօր շատերս մեր մեքենաները, մեր տները չափից ավելի ցոփ ու շվայտ ձևով զարդարում ենք, տասնյակներով շորեր ու հագուստներ ունենք մեր պահարանների մեջ, բայց եթե մեկը տեսնում ենք, որ մերկ է եւ մեր ավելորդից մի բան փորձ խնդրի, չենք տալու, ասելով, որ գնա դու ինքդ պիտի վաստակեր, դու ես մեղավոր այս ամեն ինչի մեջ։ Ուրեմն հին եկեղեցին միշտ այս էր, որ շեշտում էր, Աստծո սերն էր, որ շեշտում էր, այս ցույց տալու համար, որ մենք էլ պիտի այս սիրո օրինակը ունենանք, որպեսզի կարողանանք դիմացինին սիրել եւ դիմացինին սիրելով Քրիստոսին սիրենք, Աստծուն սիրենք։ 17 Որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհ, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ուզում եմ այստեղ նաև շեշտել, որ 16-ից ու 17-ից սկսած շատ մի կարևոր բան է պատահվում։ Մինչև 13-ի 16, 3-ի 17 կամ մարդու որդու գաղափարը կար, կամ բանի, կամ լույսի եւ նմանատիպ գաղափարների։ 3-ի 16-17-ից է, որ Քրիստոս սկսում է օգտագործել Աստծո որդի գաղափարը, որը որ անշուշտ ինքն էր։
Եվ հետաքրքիր է, որ այստեղ 17-ի մեջ, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհ, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի, այս համարն էլ բողոքական կամ ավետարանական աստվածաբանները վերցնելով ցույց են տալի, որ իրենք չեն դատապարտվելու, որովհետև իրենք փրկչի հետ են։ Ուշադրություն դարձրեք։ Շատ կարևոր միտք։ Քրիստոսի բառերն են, ոչ ոք չի փոխելու, իրավունք չունի փոխի, այո, Աստված ուղարկեց իր բառերով որդուն, որպեսզի աշխարհը նրանով փրկվի եւ չդատապարտվի։ Բայց սա չի նշանակում, որ որդին նույն դատավորը չի։ Եվ սրա համար եկեղեցու հայրերը Օգոստինոս մեծը, ասենք եւ նմանատիպ անձինք պիտի ցույց տան, որ Քրիստոսի գալով մենք մտանք շնորհի մեջ, այսինքն Աստված շնորհ արեց մեզ, որպեսզի իրեն հավատանք, իր լույսին հավատանք եւ փրկվենք։ Բայց երբ որ վերջին դատաստանը գա, արդեն շնորհի վիճակը կանցնի եւ կգա դատաստանի վիճակը։ Ուրեմն մի խառնեք եւ չկարծեք, որ դատաստան չկա։ Դատաստան կա եւ շատ հստակ, եթե անձինք փորձեն Մատթեոս 24-ը կարդալ, պիտի տեսնեն, թե ինչքան լուրջ է լինելու այդ դատաստանը։ Իսկ Մատթեոս 25-ը արդեն առավել եւս պիտի խոսի այն մասին, որ դատաստանը լինելու է գործերով։ Մերկեի չհագցրեցիք, ծառավեի ջուր չտվիք, օտարական էի ինձ տուն չտվիք, չայցելեցիք հիվանդե եւ սրա համար դուք գնացիք դեպի ձախակողմյան մասը, այսինքն դեպի հավիտենական պատիժ։ Շատերին թվում է, թե Մատթեոս 25-ն է միայն, որ այս մասին խոսում է եւ մեկ ամիս գրեթե առաջ ես բողոքական մի աստվածաբանի հետ էի խոսում, որ ամերիկացի հետեւյալ միտք ասեց. Մատթեոս 25-ը թերևս ամենախնդրահարույց մի համարն է։ Հիշեցի Մարտին Լութերին, որ նույն գաղափարը բերել էր Հակոբոսի թղթի մասին, որ կարդացի ձեզ, թե հավատքը մեռած առանց գործերի, եւ գիտեք, ոմանց թվում է, թե այսինքն 1-2 տեղ է, որ ավետարանը կարծես այսպես փոքրիկ պատառիկներ ասում, բայց այդպես չէ։ Երբ տեսնեք դատաստանի գաղափար, պիտի տեսնեք գործերով դատվելու գաղափար։ Օրինակի համար բերեմ Պողոս առաքյալ 2 Կորինթացիս 5:10, հետեւյալն է. Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով, թե բարի եւ թե չար։ Ինչ որ արել է իր մարմնով, թե բարի եւ թե չար։ Եվ բոլորս պիտի ասում է Քրիստոսի դատաստանի առաջ կանգնենք։ Առաքյալը ինքը ասում է, որ դատաստան լինելու է։ Եվ դուք միանգամից մենք մեզ դատավոր չկարծենք, Աստծո տեղը մեզ չդնենք ու չասենք մենք արդեն փրկված ենք։ Աստված ինքն է որոշում։ Առաքյալը ասում է մենք բոլորս դատվելու ենք մեր կատարած բարի ու չար գործերի համար։ Եվ այս նույն միտքը նաև դատաստանի հետագայում Աստված ուզենա, եթե մենք հասնենք Հովհաննես 6-ին, մի նորից պիտի տեսնենք, որ կա նորից արդեն Հովանու ավետարանում։ Ուրեմն այնքան բազմաթիվ են այս դատվելու դատաստանի գաղափարը, որ միայն պիտի, գիտեք, գիտակցաբար ականջներս փակենք, որ կամ աչքերներս փակենք, որ չտեսնենք ու չլսենք։ Հստակ է, իսկ ինչի է այսքան Քրիստոս եւ առաքյալները շեշտում դատաստանի գաղափարը, որ մենք հասկանանք, որ բարի պիտի կատարենք, հավատքը պիտի գործի վերածենք, որպեսզի հետագայում Քրիստոսի ածյանի առջև, ինչպես որ մեր աստվածաբանությունը առաքելական եկեղեցու պիտի ասեր, արժանի լինենք եւ չամաչենք։ Շարունակենք։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, եւ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Նորից էլի նույն միտքը կարծես, ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, եւ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Դատապարտվել, condemned բառը դատվել բառը չէ։ Շատերը կարծում են, թե դատապարտվելը դատվել բառն է։ Դատվելը ուրիշ բան է, դատապարտվելը ուրիշ է, to be judged ուրիշ բան է, condemned լինել ուրիշ բան է։ Եթե մենք Քրիստոսի անվանը եւ այստեղ ուշադրություն դարձրեք Քրիստոսի անվանը նորից եմ այդ միտքը ասում։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք Քրիստոսի անվանը հավատալ այս միտքը։ Եթե մենք Քրիստոսի անվանը հավատում ենք, արդեն մեր վրայից այդ դատապարտությունը, որը որ Ադամից սկսած կար, վերանում է։ Եվ սա ամենակարևոր շնորհներից մեկն է, որ Աստված մեզ տվեց իր իսկ մարտեղացմամբ։ Բայց եւ այնպես, եւ շարունակություն, իսկ ասում է ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Իսկ ինչպես է դատապարտված։ Գիտեք, շատ հաճախ նախ դատապարտվեց է, որովհետև Աստծո ներկայությունը իր մեջ չունի։ Քրիստոս ասում է ես եւ հայրս կգանք ու կբնակվենք նրա մեջ, եւ ասում է իմ միջոցով որս կճանաչեք եւ հակառակը։
Եթե Քրիստոսին չենք ճանաչում, ուրեմն նորից գալիս ենք այլ գաղափարին, Աստծուն չենք ճանաչում։ Եվ եթե Աստծուն չենք ճանաչում, Աստծուն մեր մեջ էլ չունենք։ Մենք ունենք Աստծո պատկերը, բայց Աստծո բնակությունը, որ Սուրբ Հոգով է կատարում, եւ նորից այստեղ Սուրբ Երրորդության գաղափարին ենք հանգում, պիտի մենք ստանանք մկրտությամբ Քրիստոսի խաչելությանը հավատալով եւ ընդհանրապես Քրիստոսի անվանը հավատք ունենալով։ Սրանք կարևորագույն փաստեր են։ Եվ այս դեպքում է միայն որ ինչ է լինում, որ մենք լույսն ենք ընտրում, հիմա լույսին կգա, իսկ եթե չունենք, արդեն իսկ դատապարտված ենք։ Պատկերացրեք մի մարդ, որ Աստծո ներկայությունը իր անձնական կյանքում չունի, այսինքն մի մարդ, որ Աստված չունի, անշուշտ ինքը դատապարտված։ Եվ այս որպեսզի ավելի լավ հասկանանք այդ մեծ դժվարությունն ու բացը, որ մեկի կյանքում կարող է լինել, Քրիստոս հիմա պիտի բերի լույսի ու խավարի գաղափարը։ Խավարն ինքնին արդեն պատիժ է համեմատած լույսի, որովհետև խավարի մեջ մարդիկ խարխափում են, եւ հիմա իհարկե ավելի խավարի մասին մենք խոսենք, դրա համար ես այստեղ ընդհատեմ ու գնամ առաջ։ Եվ դատաստանը այսպես է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Լույսը եկավ աշխարհ։ Առաջի գլխից սկսած Քրիստոս բազմաթիվ անգամներ, Քրիստոս Հովհաննես Ավետարանիչն ու Հովհաննես Մկրտիչը բազմաթիվ անգամներ խոսում են լույսի մասին։ Լույսը եկավ աշխարհ եւ այնտեղ ճշմարիտ լույսը կար, հետո լույսի որդիներ գաղափարը մենք արդեն բերեցինք Եփեսացիս 5-ի մեջ կա, այսինքն լույս։ Եվ Քրիստոս միշտ բերում է այս շատ զորեղ օրինակը, որ լույս ու խավար։ Հետաքրքիր է, անտրամաբանական է թվում, որ մարդիկ, եթե լույսը կա, ինչի պիտի խավարը նախընտրեն։ Վստահաբար մարդը ինքնին լույս սիրող էակ է, եւ վերջերս 1 տարի առաջ ես Քարանձավ էի գնացել, այդ գեղեցիկ տեղ էր, եւ այնտեղ հանկարծ գիտակցեցի, որ ասում է, եթե մարդուն պահենք այս Քարանձավում, որտեղ կատարյալ մթություն է, 1 կամ 2 ամիս հետո մարդն իր տեսողությունը կկորցնի, որտեղ մարդու աչքերը պարտադիր լույսի կարիք ունեն։ Եթե լույս չկա, մարդը բնականորեն կուրանում է։ Եվ այստեղ նույն բառական ուզում եմ հոգևոր վիճակի մեջ բերեմ։ Եթե մենք գիտակցաբար մեր աչքերը, մեր հոգու աչքերը փակում ենք, մենք բնականորեն մեզ տանում ենք դեպի հոգու կուրության։ Իսկ ինչու ենք սա անում, որովհետև ասում եմ, միակ անտրամաբանական է, չէ՞ սա թնչում, ոչ մեկ չի ուզի այսպես անել։ Միակ բացատրությունը այն է, որտեղ իրենց գործերը խավար էին։ Խավարի մեջ շատ հաճախ այս հեշտանքն ու հաճույքը կա։ Խավարի մեջ խաբեությունը կա։ Խավարի մեջ այս ծածկված վիճակը կա, մի բան, որ Քրիստոս ասում է պիտի հայտնվի։ Եվ միայն այս է պատճառը, եւ այստեղ տեսեք հավատքը հիմա եկանք գործերին։ Որ շարունակություն ու տրամաբանությունն է։ Խոսում ենք մկրտության, խաչելության, հավատի ու գործերի մեջ, եւ այս բոլորը 3-րդ գլխի մեջ է։ Եթե իմ գործերը խավար են, ես Աստծուն չեմ ուզում։ Իսկ ինչպես են խավար, ես խավարի միջոցով փորձում եմ ինձ ինչ որ հասույթ բանել, ասենք խափում եմ մարդկանց եւ իմ գրպանն եմ լցնում, կամ ասենք անառակությամբ եմ զբաղվում, կամ գողությամբ եմ զբաղվում։ Եթե ուշադրություն դարձնենք այս չար, սխալ, ասենք Աստծո պատվիրաներին դեմ գործերը միշտ նախընտրում են մարդիկ կատարել խավարի մեջ, ծածկված վիճակում։ Եվ երբ որ իրենց ասես, գիտես, սա սխալ է, երբ որ լույս ես բերում, ինչ է լինում, սկսում են քեզ չընդունել շատ հաճախ նաև ատել, եւ դա կատարվեց հենց Քրիստոսը բերում է աշխարհի պարագային։ Եկավ եւ ասաց, որ աշխարհը խարխափում է ստի, կեղծիքի, մեղքի մեջ։ Եվ աշխարհը չընդունեց, որովհետեւ եթե ընդուներ, պիտի փոխվեր։ Իսկ եթե փոխվեր, պիտի իր ամբողջ էությունը փոխեր եւ շատերը նախընտրեցին չանել։ Այսօր էլ մեր կյանքում ուզում եմ սա գիտակցենք։ Մենք մեզ քրիստոնյա ենք կոչում, բայց եթե խավար գործերի մեջ ենք, ուրեմն մենք այդ լույսը չունենք։ Շատ հաճախ այո զոհողություն է պահանջում, որովհետև կարող ես շատ թանկարժեք մեքենա քշել խավար գործերով, իսկ հակառակ եթե լույսի գործեր անես, այսինքն ավելի համեստ կյանքով թերևս ապրես, այդ հաճույքից, այսպես կոչված, պիտի զրկվես։ Եվ շատերը չեն ուզում, բայց չեն գիտակցում, որ այդ հաճույքի մեջ իրենց հոգին են սպանում եւ հավիտենական տանջանքն են շարունակել։ Ուրեմն ուժ, կորով, եռանդ եւ նաեւ քաջություն է պահանջվում լույսին գնալ, մերկանալ իրենց չար գործերից եւ դեպի բարին ընթանալ։ Եվ սա է, որ Քրիստոս մեզ ուզում է ասել, երբ որ այս համարն էր բերում, որտեղ ասում է իրենց գործերը չար են կսան, որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Եվ այս մասին կարծես մենք արդեն խոսեցինք, որ չարիք գործողը ոչ թե չի ընդունում, այլ ատում է լույսը։
Եվ ինչի համար, որովհետև իր գործերը չի ուզում որ երեսով տան, ցույց տան։ Միակ բացառությունը նորից եմ, միակ սրա ելքը այն է, որ մենք պիտի հրաժարվենք այս չարից, խավարից։ Եթե չենք հրաժարվում, իրեք այսօր նաև ուրիշ մի բան էլ կա, փորձում ենք երկուսը մեկտեղել։ Բայց չէ որ ես եկեղեցում գումար եմ տալի, բայց նույնիսկ ոմանք, բայց չէ որ ես եկեղեցի եմ կառուցում, բայց չէ որ ես աղքատին եմ օգնում, բայց չէ որ ես կրթաթոշակ եմ տալիս, ասենք, կարիքավորին։ Եվ Ռոբին Հուդի այսպես ասած մոտեցումն եմ բերում, պետություն ինձ խաբում է, ես է պետությանն եմ խաբում, բայց նաև օգնում եմ։ Մի խաբեք ինքներդ ձեզ։ Երբեք Քրիստոսի ու քրիստոնյայի մոդելը սա չի։ Վաստակեք եւ ձեր արդար վաստակից տվեք, այլապես գողանալով ու դիմացինին ինչ որ լավություն անելը բացարձակ անընդունելի է եւ ինքնախաբեություն, եւ սա ուզում եմ հստակ որ մենք տեսնենք ու հասկանանք։ Սա շատ կարեւոր է։ 21 եւ վերջի համարը իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Ուրեմն այն, ինչ որ ճշմարիտ է, եւ այստեղ նորից ճշմարիտ բառը շեշտենք, բազմաթիվ անգամներ ասել ենք, ուղղակի ուզում եմ շեշտեմ, ոչ թե խոսեմ ճշմարտության մասին, արդեն իսկ խոսել ենք, ճշմարտությունն ու լույսը միշտ Քրիստոսի մոտ հոմանիշներ են։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը եւ միևնույն ժամանակ ես եմ լույսը։ Այս ամենը ճշմարտությունը միշտ լույսի հետ է, իսկ չարը, որ խավարը ներկայացնում, նաեւ ստի հետ է։ Հովհաննես սուտը կամ ստի հայրը ինքը սատանան է։ Եվ այստեղ կարևոր է, որ այն մարդը, որ իրապես ճշմարիտ գործեր է կատարում, ուզում է, որ սա երևա։ Եվ ասում է գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Եվ երկու միտք է այստեղ։ Այստեղ ուշադիր լինենք, որ շատ հաճախ մեզ հպարտության չտանենք, այսինքն ես լավ գործեր եմ անում եւ ուզում եմ որ տեսնեն մարդիկ եւ շատ հաճախ իմ անձը փառաբանեն, գովաբանեն ու ցույց տան թե ես այսպիսին եմ, այնպիսին եմ, ես Աստծո խոսքը կատարող եմ կամ ասենք իմ օրինակը ես անձնապես բերեմ, որոշ մարդկանց կողմից լսում եմ որ դու ասենք լավ ես խոսում այսպես եւ սա կարող է ինձ ինչ անել հպարտացնել։ Քրիստոսը հստակ դրա համար շատ կարևոր բառ է բերում, որպիսի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Փառքը Աստծունն է եւ պիտի հասկանանք, որ ինչ էլ որ անենք ճշմարիտը թե լույսը, դրանք բոլորը կատարվում են Աստծով, այսինքն Աստծո միջոցով եւ Աստծո փառքի համար։ Ուրեմն հիշենք Ղուկասի ավետարանի հրաշալի բառերը, որ մենք ասում է մենք անպիտան ծառա ենք, արեցինք այն, ինչ որ պարտավոր էինք արել։ Եթե լույսի մեջ ենք կամ բարի գործեր ենք անում եւ սա խաբեության ու խավարի հետ կապ չունի, ուշադիր լինենք, որտեղ այստեղ է կարող է թակարդն ընկնենք, մեր եսը չմեծացնենք, այլ միշտ փորձենք Աստծունը տեսնել եւ տեսնել, որ սրանք Աստծով են կատարվում, եւ սա մեծագույն պարգևն է, որ ունենք այս լույսը եւ փորձում ենք Աստծո անունը փառաբանել եւ հիշեմ Մատթեոս 5-ը, որ պիտի ասեր, որպեսզի տեսնելով ձեր բարի գործերը փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Ուրեմն եկեք այս չարից կամ չար գործերից հեռանանք, լույսին գնանք եւ եթե լույս ու ճշմարիտ գործեր ենք անում, միշտ փառք տանք Աստծուն եւ Աստծով մեր կյանքն ապրենք։ Թերևս այսքանով ես կսահմանափակվեմ այսօր, հիշեցնեմ, որ մյուս անգամ Աստծո կամոք պիտի փորձենք 3:22-ից ընթերցել եւ սերտել ու հասնել մինչեւ 4 գլուխը։ Իսկ հիմա փորձենք աղոթքով փակել մեր այսօրվա սերտողությունը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, ամեն։ Բահապան ամենայնի Քրիստոս, աչքը Հովանի լիցի վերամեր, ի տվե եւ ի գիշերի, ի նստիլի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի հառնել, զիմի երբեք սասանեցայց, եւ ողոր միակո արարածոց եւ մեզ բազմամեղացստեր, ամեն։